Սիրելի ներկաներ, ողջունում եմ բոլորին, ուրախ եմ, որ այսօր իրար հետ ենք և միասին ենք ճանապարհում 2025 թվականը։ Ես ուզում եմ կենաց ասել կամ բաժակ բարձրացնել իմ քայլը հիմնադրամի թիմի համար։ Մեր Անահիտը, Ռիման, Անին, ընդհանրապես ամբողջ թիմը, որպեսզի կարողանար այսպիսի արդյունքներ ունենալ և որպեսզի կարողանար զարգացնել շահառուների թիվը, կարողանանք այդ գումարի հետ աշխատել և այլն, մենք սովորեցինք։ Մենք կրթվեցինք, մենք շարունակում ենք սովորել, մեր թիմի բոլոր աղջիկները անցան, ուրեմն որպեսզի էլի հատ-հատ չասեմ, 24 թվականի հոկտեմբերից մինչև օրս մենք թվով 7 ոլորտային դասընթացներ ենք ունեցել և կարճաժամկետ խտացված վերապատրաստումներ է անցել իմ քայլը հիմնադրամի թիմը, որ հասել է նման արդյունքների և սա դեռ ես համարում եմ մեկնարկային կետ այս թիմի և այս հիմնադրամի համար։ Այս պահին հիմնադրամի 4 աշխատակիցներ այս պահին վերապատրաստման դասընթացներ են անում Սոնան, Ունենոն Սոնան, Ասիլյան Աթաբեկյան և Անին և Լիլիան, որ այս պահին նորից սովորում է։ Լիլիան այս պահին համակարգչային հմտություններ է սովորում, Վարդուհին այս պահին սովորում է ուրեմն և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրա և Վարդուհին չի բավարարվել և սովորում է նաև եվրոպական համալսարանում, իսկ Լիլիան առաջիկայում եկող տարվա ընթացքում պետք է սովորի սոցիալական աշխատողի հմտություններ համալսարանում, որպեսզի դառնա պրոֆեսիոնալ սոցիալական աշխատող։ Թալինի մասին եմ ուզում ասել, Թալինը հմուտ էր որպես երկարաժամկետ բարեգործական հիմնադրամի ղեկավար, որ աշխատել էր այն երկրում։ Բայց Թալինը այս ընթացքում լինելով մեր երկրում, Հայաստանում, լինելով մեր թիմում և զբաղեցնելով իմ քայլը հիմնադրամի տնօրենի տեղակալի պարտականությունները, աննկարագրելի մեծ ճանապարհ անցավ լուր ու մուճ սովորելու, որովհետև ինքը սովորեց առնչվել մեր մշակույթին, մեր մենթալիտետին, ինքը սովորեց հաղթահարել լեզվական բարիերներ, բազմաթիվ այլ բարիերներ, որ մեզ, ինչպես գիտենք, մեզ իրարից բաժանում են։ Եվ Թալինը չէր կարող ղեկավարել թիմի իմպլեմենտացիայի աշխատանքները, եթե ինքը չանցներ այդ սովորելու գործընթացով և չսովորեր ինչպես աշխատել Հայաստանում և ինչպես քալեցնել իմ քայլը հիմնադրամի բոլոր այս ծրագրերը։ Եվ ես իմ մասին եմ ուզում ասել, հիմնադրվելուց հետո երբևէ այսպիսի արդյունքներ հիմնադրամը չի արձանագրել, երբևէ այսպես չի եղել, բայց այն պահից սկսած, որ անկախ նրանից, որ ես հիմնադիրն էի, հոգաբարձների խորհրդի նախագահն էի և այլն, վարչապետի կինն էի, հազար ու մի այլ գործով կարող ենք մենք տեսվել, ես ուղղակի ուզում եմ մեր աշխատանքը և կրթվելու վրա մեր աշխատանքը մենք լավ գնահատենք ու արձանագրենք։ Ես երբ որ ստանձնեցի հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները, դրանից առաջ ունեի տարբեր փորձեր, իմ ամենամեծ փորձը հայկական ժամանակի գլխավոր խմբագրի պարտականություններն էին, բայց ես բացարձակապես չգիտեի ինչ պետք է անել և ես դուք չնկատեցիք, թիմը դա չնկատեց, բայց ամենասկզբում ես սովորեցի, ես ինչ պետք է անեմ, որպես բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն։ Ես անցա ինքս ինձ կրթելու ճանապարհը, նոր հասկացա, թե հետագա գործողությունները ինչ պետք է լինեն։ Սա նշում եմ բացառապես մեծարելու համար կրթվելը և աշխատելը։ Եվ ես վստահ եմ, և ոչ թե վստահ եմ, այլ բոլոր մեր կանխատեսումներով մեր շահառուները, որ 2136 էին, կհասնեն 26 թվականին 3000-ի։ Եվ ես ինչ եմ ուզում ասել, սա մարտահրավեր է, բայց մենք մեր անցած ճանապարհը տեսնելով, մենք նորից կունենանք դասընթացներ, կշարունակենք անձնական աճը, մասնագիտական աճը, կշարունակենք կրթվել, և ես վստահ եմ, որ 2026 թվականի ավարտին ես հերթական այս ելույթը կունենամ և կխոսեմ մեր արած աշխատանքի մասին։ Ես ուզում եմ մեր թիմին ասել շնորհակալություն։ Շնորհակալություն ինչի, որովհետև գաղափարը միշտ նետվում է, բայց միշտ չի, որ գաղափարը մարդիկ կրում են իրենց վրա։ Այս թիմը
ապացույցն է նրա, որ նախ շնորհակալ եմ ձեզ այդ գաղափարը ընդունելու համար, շնորհակալ եմ ձեզ անձնական օրինակի համար, շնորհակալ եմ ապացույց դառնալու, թե ինչքան կարևոր է անձնական աճը, մասնագիտական աճը, եւ ես ուզում եմ ասել, ես տեսնում եմ, ուզում եմ ձեզանից նաև հավաստում ստանալ, որ դա նաև երջանկացրել է ձեզանից յուրաքանչյուրին, ինձ երջանկացնում է, բայց կրթվելու process-ը եւ աշխատանքի արդյունքը, դա բարձրացնում է մեր կյանքի որակը, ես դա տեսնում եմ եւ դրա համար շատ ուրախ եմ։ Մենք սովորեցինք եւ մենք անում ենք աշխատանք, որը երջանկացնում է եւ մեզ, եւ մյուսներին, եւ մենք օրինակ ենք, որը ես ավելի շատ եմ գնահատում։